Հարգելի հայրենագիտներ, անցյալ շաբաթ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը նշեց Հայոց բանակի օրը, վերահաստատելով իր հավատարմությունը ազգային պաշտպանության, պետականության ամրապնդման եւ հայրենիքի անվտանգության գաղափարին։ Այսօր մենք կխոսենք մեր պետականության ամենակարևոր սյուներեն մեկուն Հայոց բանակին մասին, հիմնադրված 1992 թվականի հունվար 28-ին, որը իր գոյության ընթացքին բազմիցս ապացուցած է, որ հայրենիքի պաշտպանությունը միայն պարտականություն չէ, այլ սրբազան առաքելություն։ Իր ելույթին մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան շեշտեց, որ հակառակ բոլոր զոհերուն, գոռոցներուն եւ վնասներուն մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր ազգային ինքնությունը, արժանապատվությունը եւ պետականության ամուր հիմքերը։ Հայոց բանակը միայն զինված ուժ չէ, այն մեր անկախության, անվտանգության եւ ազգային արժանապատվության կենտրոնի երաշխիքն է։ Այն կազմված է հայրենասեր երիտասարդներ, որոնք իրենց կամքով եւ նվիրումով կծառայեն հայրենիքին։ Մեր բանակը անցած է բարդ փորձություններու միջով, թիմակրաված է պատերազմներ, ճգնաժամեր եւ անվտանգային լուրջ մարտահրավերներ, սակայն միշտ կանգնած է իր առաքելության բարձրության վրա, պաշտպանելով մեր ժողովրդի խաղաղ կյանքը։ Մենք խորապես կգնահատենք յուրաքանչյուր զինվորի ծառայությունը, անոնք մեր հպարտությունն են եւ մեր ազգային արժեքներուն կենտրոնի մարմնավորումը։ Ինչպես նշեց նախագահ Արմենակ Աբրահամյան, հայ ժողովուրդը երբեք հանցագործ ազգ չի եղած, սակայն անոնք, որոնք կփորձեն խեղաթյուրել, ճնշել կամ ոտնահարել մեր իրավունքները, պիտի ստանան օրինական եւ համարժեք պատասխան։ Ինչպես բոլորս գիտենք, Արմենակ Աբրահամյան արդեն քանի տասնամյակ է, որ անսասան նվիրումով կշարունակի իր պայքարը հայկական ոգիով եւ ազգային հավատքով։ Ան պատրաստ է նույն երթումով շարունակելու պաշտպանել մեր պետության ընդհանուր շահերը ողջ աշխարհի դիմաց, թե իրավական, թե քաղաքական դաշտերու մեջ։ Ավարտելով իր ելույթը Արմենակ Աբրահամյան գոչ ուղեց ազգային մտավորականության եւ հասարակության բոլոր շերտերուն երբեք չթույլատրել հայկական բանակի ոգին, զայն փոխանցել նոր սերունդներուն եւ դաստիարակել զանոք ազգային գիտակցությամբ, պատասխանատվությամբ եւ հայրենասիրությամբ, շարունակելով աջակցել հայոց բանակին, գնահատել անորթերը եւ միասին գերդել ապահով, հզոր եւ արժանապատիվ ապագա։ Գեցե Արևմտյան Հայաստանը, գեցե հայ զինվորը, գեցե հայկական բանակի ոգին։ Շնորհակալություն։